ներկայացվեց պարոն Սիմիզյան, ես սենց հիացած նայում էի, թե ինչ արդյունավետ ծառայություն է իրականացնում, բայց իրականությունը մի քիչ այլ է, էլի, մեքենան կարող է գեղեցիկ լինի, հագուստն էլ գեղեցիկ լինի, ամեն ինչ սենց պատշաճ սենց են մեր լեզվով ասած ակուրատնի սենց հագնեն կապնվեն, բայց արդյունավետությունն է կարևոր, էլի, մեզ ամենակարևորը դա այն է, թե ինչ ենք սրա արդյունքում ստանում, այն խնդիրները, որ եղել են տարիներ շարունակ եւ բնականաբար ոչ մեկս էլ այդ առումով մեզ գոհացնող չի եղել, հիմա քանի որ ֆինանսավորումն էլ ավելանում, ակնկալիքներն էլ դրա հերթին ավելանում են նաեւ պահանջներն ու ակնկալիքները։ Իմ հարցը հետեւյալն է. արդյոք այս համալրման աշխատանքները որ թերի են կատարվում, միգուցե նաեւ ինչ որ խորքային պատճառներ կա, որ թերի են կատարվում, այսինքն օրինակ շատ մարդիկ կան, որոնք որ կոնկրետ ինձ գրեթե տենց օր չկա, որ շրջաններից մարդիկ չդիմեն աշխատանք չունենալու ժամանակին, չգիտեմ, ինչ որ տեղ աշխատանքի են եղել, տարբեր տեղեր աշխատանքի են եղել, բայց ինչ պատճառներով հիմա չեն աշխատում, ասում են, որ աշխատանք ենք ուզում։ Հիմա մեզ լսող մեր հայրենակիցները ինչ մեթոդներ, ինչ միջոցով կարող են օրինակ իմանալ, թե ոնց կարող են դիմել, ինչ չափորոշիչներ պետքա լինեն, կարճ խնդրում եմ նաև դրան անդրադառնաք, եւ մի հատ էլ վերջում մի հատ հռետորական հարց է, կարակ պատասխանեք, կարակ չէ, դա այդքան ես չեմ բանանի, կընդունեմ որպեսզի գիտություն տենց է, արդյոք քաղաքական դրդապատճառներով ելնում է, որ ասենք մարդկանց օրինակ չեք ընդունում աշխատանքի էկոպարեկային, ընդդիմությունից ավելի շատ է, որ ասենք ընդդիմադիր հայացքները ունենում ավելի շատ է, պարոն Դանիելյան, դե չէ, մի հատ այդ հարցին խնդրում եմ անկեղծ պատասխանել, մարդը, որ ինչ որ մի պահի օրինակ մասնակցել անդիմադիր հավաքներին բանին, արդյոք, որովհետև նման դեպքեր լինում են, էլի, արդյոք դա